Հարց տալու հերթին է, հարցս հետևյալն է։ Դուք 2018 թվականին վարչապետի օգնականն էիք, չէ՞, թե խորհրդական, օգնական։ 18-ին ավակ օգնական։ Ավակ օգնական։ Մինչև այդ 2017-ին ընտրություններին մասնակցել էիք ՀՀԿ ցուցակով, եթե չեմ սխալվում։ Եվ դուք ձեր ելույթում մի հատ բան ասացիք, որ ես կարծում եմ, որ պետք է անարդարությունների հարցը բարձրացնել, երբ որ դու լծակում ես։ Հիմա 2018 թվականի ապրիլի 22-ին դուք միանշանակ լծակում էիք, դուք իշխող թիմի անդամ էիք, մասնակցել էիք ընտրությունների ՀՀԿ ցուցակով, որը իհարկե ընտրակաշառքով, բայց հավաքել էր մոտ 49%, իդեպ 49 են, որ ասում եք, չի հաղթել, այդ հետաքրքիր կլինի լսել ձեր պատասխանը 2017 թվին ձեր թիմը հաղթել էր, թե չէր հաղթել, հաշվի առնելով, որ 49-ն ու մի քիչ տոկոս էր հավաքել, բայց հարցս դրա մասին չի։ Հիմա 2018 թվականի ապրիլի 22-ին Սասուն Միքայելյանը, որը ձեր դիմացն է նստում, այս պահին նստած չի, քայլում էր իր համար Խորենացի փողոցով, ոստիկանները եկան, ցրեցին մարդկանց, հատուկ միջոցներ կիրառեցին, Սասուն Միքայելյանին բռնեցին, ձերբակալեցին, տարան ԱԱՑ մեկուսարան ու դատախազություններ մեղադրանք առաջադրեց ու պատրաստվում էր գլխավոր դատախազնել գարստեղ, որպեսզի կալանք տային, իհարկե չհասցրեցին, որտեղ մենք հաղթեցինք եւ ձեր իշխանությունը փլվեց։ Բայց հիմա ինձ ինչ է հետաքրքիր, դուք որպես լծակ ունեցող այդ օրը, երբ որ տեսակ Սասուն Միքայելյանը, քայլում է իր համար, ուղղակի բռնեցին, ձերբակալեցին։ Ինչ արեցիք, օրինակ գնացիք, բացեցիք Կարեն Կարապետյանի դուռը եւ ասեցիք, պարոն վարչապետ, այն ձեզ հատուկ են, դրամատիկ ձայնով, ասեցիք, պարոն վարչապետ, այս ինչ անարդարություն է, ինչու եք Սասուն Միքայելյանին դարձնում քաղբանտարկյալ, շնորհակալություն։ Շնորհակալ եմ։ Ես ավելի հետաքրքիր հանգամանք ստեղ տեսա, որ դուք էլ եւ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը 49%-ի հետ կապված ուղիղ առնչություն ունեք, դա էլ գիտեք ինչ բան է, դա էլ կարող է պատճառահետևանքային կապերի վրա հասնող իրադարձությունների հետ ուղիղ առնչություն ունենա, ճանապարհային քարտեզն էլ դեռ եկեք նայենք հələ 12 ամսով, նույնիսկ մի քիչ ավելի քիչ։ Սա այդ մասով։ Երկրորդ հանգամանքը, պարոն Ռուբինյան, ես էլ եկեք այս ձև հարցը ձևակերպեմ, դուք էլ արձագանքի ժամանակ կուզեք, անդրադարձեք։ Դուք ունեցել եք հնարավորություն այս ամբիոնից լսելու գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի բազմաթիվ զեկույցներ։ Դուք էլ եք կարողանում ձեր ձայնի մեջ դրամատիզմ ունենաք, իրեն երբևէ հարցրել եք, ոնց ստացվեց, որ այդ կալանքի միջնորդությունները չեղան ազգային ժողովի նիստերի դահլիճում։ Ինչի ինքը չներկայացրեց դա եւ ժամանակային քրոնոլոգիայի տեսանկյունից դուք առնվազն երևի թե համարում եք իրադարձությունների զարգացումը մայիսի 8, չէ, երևի 18 թվական։ Մայիսի 8, այսինքն ոչ թե ապրիլի 25-26, այդտեղ մի բան ոնց որ չի ստացվում։ Իմ գործողությունները այդ ժամանակահատվածում թույլ տվեք մի այլ պատե առիթով կներկայացնեմ։ Հետաքրքիր կլինի, թե ոչ, թող հանրությունը գնահատի։ Բայց այն ձևակերպումը, որը օգտագործեցիք, որ այդ կալանքի միջնորդությունը դատախազը չներկայացրեց, որովհետև իշխանությունը փլվեց եւ այլ, դուք շատ հակված են, որ այլ տվյալներ ունեք, եւ եթե չունեք էլ, Արթուրը Դավթյան ձեր իշխանության ժամանակ երկար պաշտոնավարել է։ Ես լսել եմ իհարկե, Նիկոլ Փաշինյանը կարծես Արթուր Դավթյանի վերաբերյալ վերջին շրջանում դրական չի արտահայտվել, էդ էլ ոնց որ հետաքրքիր է, ոնց է ստացվում, էլի գնահատողական այդ չափանիշը որն է, որովհետև երբ գլխավոր դատախազ էր, նույնիսկ եթե չեմ սխալվում, թող դատախազները ներեն, որ այդ տերմինը օգտագործեն, բայց ուսադիրի բարձրացում էլ է ունեցել հենց այս իշխանության պաշտոնավարման ժամանակահատվածում։ Այսքանը։ Շնորհակալություն, պարոն Վարդևանյան, դուք իմ պոտենցիալ տեղակալն եք եւ ես փորձում եմ, ինչ ասեմ, չսրել մեր խոսակցությունը, բայց
Դասական օրինակ ցույց տվեցիք, թե ինչպես է կարելի 3 րոպե խոսալ եւ ոչինչ չասել։ Ես ձեզ հարց եմ տվել, պատասխանեք իմ հարցին։ Ասում եք, ես հարցը սենց վերաձևակերպել։ Մի վերաձևակերպեք այս հարցը։ Ես եմ ձեզ հարց տալիս կոնկրետ հիմա, դուք եք պատասխանում հարցին։ Հիմա պատասխանեք։ Սասուն Միքայելյանին 2018 տվի ապրիլի 22-ին բռնեցին փողոցում, ձերբակալեցին, տարան կալանքի ոչ մի բանի համար։ Հիմա դուք այդ ժամանակ լծակ ունեցող մարդ եք, իշխող թիմի անդամ եք, վարչապետ Կարեն Կարապետյանի օգնականն եք։ Դուք էլ ստեղ ասում եք, որ ես կարծում եմ լծակ ավակ, հա, ներողություն, 1000 ներողություն, ավակ օգնականն եք։ Ստեղ էլ ասում եք, որ ես կարծում եմ, որ պետքա լծակ ունենալու ժամանակ բարձրաձայնել անարդարության մասին։ Հիմա ասում եմ, այդ ժամանակ լծակ ունեցած վիճակում ինչի՞ չեք բացել Կարեն Կարապետյանի դուռը եւ ասել պարոն վարչապետ, այս ինչ ենք անում։ Խնդրում եմ հիմա միանգամից ասեմ, ակնկալում եմ հարցիս պատասխան, պետք չի ինձ հետ հարց ձևակերպել։ Շնորհակալություն։ Պատասխանը հետևյալն է. Սասուն Միքայելյանի ձերբակալման ժամկետը 72 ժամ էլ չի տևել, կալանքի միջնորդություն էլ դատախազը մուտքագրած լինելով ազգային ժողով հետ է վերցրել նշված միջնորդությունը։ Ցավոք ես չունեմ արձագանքել իրարու, բայց սա ես խորհուրդ եմ տալիս բոլոր քաղաքական գործիչներին նայել պարոն Վարդավանյանին եւ կամ անել այսպես կամ չանել այսպես, ես խորհուրդ եմ տալիս չանել այսպես։